բանից չենք հանդիպել, արդյոք ես հնարավորության համար, ես հավատում եմ, որ Տերը որ տվել ես հնարավորությունը, ուրեմն ծրագիր ունի մեզ, մեծ գործ ունի ամեն մեկիս կյանքում, օրդորում եմ Տիրոջ անունով, որ մեր ամբողջ ներսը տրամադրենք Տիրոջը, մեր հոգին, շունչը, մարմինը Տիրոջը։ Ես մի տեղ եմ կարդում Սուրբ աղոթքի նպատակը նույնիսկ մի աղոթքով Տիրոջ առաջ պետք է գանք եղբայրներ եւ աղոթքի նպատակն եմ կարդում։ Սա շատ կարևոր է։ Դա Հայտնության գրքից առաջի գլուխ 10-րդ համարն է։ Հովհաննես Առաքյալը, երբ որ Տիրոջ անվան համար պատմոց կղզում էր ակսորված, սիրելիներ, այսպես է գրված, և կիրակի օրը հոգին իմ վրաս եկավ, ու ետևես մեր ձայնը լսեցի, փողի ձայնի պես որ կսեր։ Ինքը Սուրբ Հոգով մկրտված էր, Առաքյալ էր ինքը, Հովհաննես Առաքյալն էր, պատմոց կղզում էր, անկասկած ինքը աղոթքի մեջ էր, Տիրոջ հետ էր, բայց կիրակի օրը հոգին իմ վրաս եկավ և մեծ ձայն լսեցի, և ձայնը հետևյալն է, որ ինչ-որ կտեսնես, ինչ-որ կլսես գրե։ Աստորեն մինչև հետ ինքը չէր գրում, բայց երբ որ հոգին իր վրա եկավ, հակար հոգու դաշտ եղավ։ Գիտեք, մարդ կարող Սուրբ Հոգով մկրտված լինի, բայց հոգու ներկայության մեջ չլինի, հոգու դաշտում չլինի։ Աղոթքի նպատակն է, որ դու քո միտքը, քո էությունը բոլոր ապրումներից, հոգսերից, գործերից դուրս գա ու մտնի Աստծո ներկայության մեջ, որ դու կարողանաս ընթրիք անել։ Այն ընթրիքը, որ Հոգին պատրաստել է, որ դու կարողանաս մասնակից լինել։ Թե չէ պաշտամունքը կվերջանա, վերջում ոմանք արթնանում են, բայց արդեն վերջացել է։ Ուրեմն աղոթքի նպատակն է, որ ինչպես հոգին ծածկեց Հովհաննես Առաքյալին և սկսեց առաջնորդել, այդպես Տիրոջ հոգին ամեն մեկիս իր ներկայության մեջ վերցնել։ Ինչպես հավը իր ձագերին իր թևերի տակ է հավաքում, այդպես Տերը մեզ վերցրի իր թևերի տակ, որպեսզի մենք կարողանանք ընթրիք անել Տիրոջ հետ։ Սա աղոթքի նպատակն է, կանգնենք աղոթքի սիրելիներ։ Նախորդ ասեմ Տիրոջով, թե այս օրերի մեջ ինչ է կատարվելու այս դահլիճում, որ դուք արթուն լինեք։ Այստեղ կատարվելու է, ովքեր գրում են իրանց մոտ կարող են գրել, որտեղ բաներ կա, որ ավելի շնորհ պետք է փոխանցվի Տիրոջ շնորհքով։ Ուրեմն ինչ է կազմակերպվել այս օրերի մեջ։ Ես կարդում եմ, այս նույն բանը եղել է առաքյալների ժամանակ, սա եղել է առաքյալների ժամանակ, Հռոմեացիս առաջի գլխում Պողոս առաքյալը այսպես ասում է 11 համարը, Հռոմեացիս առաջի գլուխ 11 խոսք։ Քանզի կփափագի իմ ձեզ տեսնել, որ ձեզի հոգևոր շնորհքը հաղորդեն, որպեսզի հաստատվեք։ Ահա սա կատարվում է այս տարածքում, եղբայրները Տիրոջ շնորհքով, հոգևոր շնորհք փոխանցելու, որպեսզի հաստատվի, եւ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, եւ եկեղեցին հաստատվում էր հավատքի մեջ։ Եվ ինչ օգուտ կա սրանից։ Ինչ շահ ունի եկեղեցին։ Աստծո խոսքն ասում է, որ սատանան մղնչող առյուծի պես կպտտի, որ մեկին կուլ տա, որում դեմ կեցեք, հակառակ կեցեք, հավատքով հաստատված։ Ուրեմն հաստատում է հավատքի մեջ եւ դա շնորհքի փոխանցումով է, Աստծո խոսքի հայտնությունների փոխանցումով է, որպեսզի հակառակորդը չկարողանա թույլ տալ ամենատկար հավատացյալին, որ դու կարողանաք հակառակ գնալ, դեմ դնել։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալ ենք Տիրոջի սրա համար, նաեւ այստեղ կատարվում է Հայտնության գրքի 3-րդ գլխի 20 համարը։
այս օրերի մեջ դա կատարվելու է, կատարվում է։ Ես ինչ-որ իրոջ հոգիով տեսնում ենք, ինչ-որ տեսիլք կա, այդ տեսիլքը փոխանցում ենք ձեզ։ Եվ Տեր ասեց, որ ահա կանգնած եմ դռան առաջ ու դուռը թակում եմ։ Եթե մեկը իմ ձայնս լսե եւ դուռը բանա, անոր քո պիտի մտնեմ եւ անոր հետ ընթրիք պիտի նեմ անալ ինձ հետ։ Որ ընթրիք անես իրոջ հետ։ Այդ ընթրիքն է կատարում։ Փառք Հիսուսին։ Կյանքը ցույց է տվել եկեղեցին, երկար տարիներ մենք եկեղեցու մեջ ենք սիրելիներ։ Այսօր շատ հավատացյալներ, հոգով ջրով մկրտված, որ հոգևոր կյանքը չի ստացվում իրանց մոտ, չունեն հաղթություն, մեղքի նկատմամբ, հին մարդի նկատմամբ, չունեն ազատագրություն, սատանայի ներգործությունների, հարձակումների, մտքերի հետ կապված, մի հատ միտք ու հոգով ջրով մկրտված քրիստոնյան ջերի է գնում, մի հատ միտք, սատանան մի հատ միտք է դրել և տարիներով տարապում են շատերը։ Այսինքն, եթե հոգևոր կյանքը չի ստացվում որևէ մեկի մոտ, չունի ազատագրություն, չունի հաղթություն, պատճառը մեկն է, այդ քրիստոնյան կապ չունի քանի տարվա հավատացյալ է, ուղղակի ճշմարտությունը չի ճանաչում։ Անկեղծ քրիստոնյաները, հավատացյալները հոգևոր կյանքում որ չունեն հաղթություն, տարապում են, հիմնական պատճառը ճշմարտությունը չճանաչելն է։ Ուղղակի դու չես ճանաչում ճշմարտությունը։ Բոլոր հարցերը խաչի վրա լուծված են, բայց եթե քո կյանքում չկա, դու չես ճանաչում ճշմարտությունը, դրա համար դու քո մոտ հոգևոր կյանքը չի ստացվում։ Եվ այստեղ կատարվելու է Տիրոջ խոսքը այս օրերի մեջ եւ Տեր Հիսուսի աղոթքն է կատարվելու։ Կատարվելու է, ես ասում եմ տեսիլք, ինչ որ Սուրբ Հոգին ցույց է տվել։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 30 խոսքից մինչև 32 համարը։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Այդ է կատարվելու է տանիք։ Հալելույա, Տեր։ Եվ Տեր Հիսուսի աղոթքը Հովհաննես ավետարան 17-րդ գլուխ 17 համար։ Հովհաննես ավետարան 17-րդ գլուխ 17 համար։ Հայր, սրբե զանոն քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն։ Տեսնես ինչ է, ինչքան եք աղոթել, որ Տերը մաքրի ձեզ, աղոթել եք, թե չեք աղոթել։ Տարիներ աղոթում են, դեռ մի քույրիկ ասեց, վեժ եղբայր 20 տարի աղոթ եմ արել։ Մի մաս իմ կյանքում չի թողնել։ Հույս չունեմ, որ մի 20 տարի աղոթել մի բան կտողություն էր, երեխայի պես ոնքուր որդի լացում էր, ասում էր ես դժով կգնամ, իմ կյանքում ոչինչ չի ստացվում։ Հիմա ինչպես բացատրել ես քույրիկին, ասած, սիրելիներ։ Ուղղակի ինքը չի ճանաչում ճշմարտությունը, ճշմարտությունն է քեզ մաքրելու, ազատելու, բժշկելու։ Ինչու Տեր Հիսուսը մեկ-մեկ չկանչեց իր աշակերտներին, ասենք դու կանչեք Պետրոսին, ասել Պետրոս մոտիկ արի, ձեռքը դներ գլխին, եւ աղոթ կանել, Հայր, Պետրոսին հպարտությունից մաքրի, Պետրոսին աշխարհասիրությունից մաքրի, Պետրոսին մտքերից մաքրի, եւ ասել Պետրոս դու ազատ կար, գնա, Հովհաննես դու արի, այդպես չարեց, բայց ինքը այսպես աղոթեց, Հայր, սրբե զանոն քո ճշմարտությունով, ճշմարտությունն է մաքրելու քեզ։ Քո խոսքը ճշմարտություն է։ Եվ ոչ թե միայն նրանց համար կանաչեն, այլ նրանց խոսքով բոլոր ապաշխարողների համար էլ մենք ենք։ Ուրեմն հորդորում եմ սիրելիներ, որպեսզի մենք աղոթ կանենք, որ Սուրբ Հոգուն չխանգարի, ոչ խոսողները, ոչ էլ լսողները։ Եվ անկեղծ քրիստոնյաներին, քեզ պետք է Տիրոջ առաջ անկեղծ լինես։ Եթե դու անկեղծ քրիստոնյա ես, Սուրբ Հոգին քեզ ճանաչեցնել կտա ճշմարտությունը։ Ես սրտեր քննող չեմ, բայց սրտեր քննողը
ճանաչվել ես։ Աստծո առաջ դու պետք է հիմա նստած ես անկեղծ հոգով և Սուրբ Հոգու ձեռքերը կաշխատեն քո վրա։ Փառք Հիսուսի։ Հիմնական մեր զրույցը, սիրելիներ, առողջ հավատք, մենք հավատացյալ ենք բոլորս, բայց շատ կարևոր է, որ եկեղեցին ունենա առողջ հավատք։ Եվ առողջ հավատք ասելով մենք ինչ ենք հասկանում, սիրելիներ, բոլորս էլ հավատացյալ ենք։ Եթե առողջ հավատք, ուրեմն հետևանքը կլինի առողջ հոգևոր կյանք։ Եթե առողջ հավատք, ուրեմն կլինի առողջ մաքուր սրբություն, առողջ արդարությունը Տիրոջ մեր կյանքում։ Եվ ամեն ինչ կլինի առողջ, սիրելիներ, որովհետև այն ինչ որ խաչի վրա կատարվել է, դա մեր կյանքում փոխանցվում է հավատքի միջոցով։ Հիմա մենք կարդում ենք, որ զայս գիտնանք, որ մեր հիմար թանորդ խաչվեցա, որ մեղքի մարմինը փչանա։ Ես հիշում եմ 80-ական թվերն էր երևի, թվերի սկիզբն էր, ես կարդում էի այդ համարը, հանդիպել էի իմ կյանքում հին մարդին, կան հոգիներ, որ հին մարդին հանդիպել են իրանց կյանք, իրանց մեջի, դիմացի միջի իրանց։ Հին մարդին հանդիպողներ կան ստեղ, տեսել եք ձեր բնույթը, հին մարդին տեսել եք։ Հիսուսը հին մարդին նմանացրեց փուշը խաղող կտա, փշիկ քոր տեսել եք, դեպի հին մարդի օրինակ։ Քանի տարի աղոթում եք, փուշը խաղող տվել եք։ Կա ոնց անենք որ տան, ոնց աղոթեն։ Ինչից որ լավ մշակեն կարող է տա, չէ, որ մի հատես։ Բա ինչով արդարանանք, երեսատեղ ունենանք Աստծո առաջ։ Ուրեմն սիրելիներ, փուշը խաղող կտա։ Ինչ պայմաններ են որ ստեղծվի։ Այս ճշմարտությունները կարևոր են որ մենք ճանաչենք, եղբայրներ։ Ես կարդում եմ այդ համարը եւ ասում եմ, այստեղ գրված է որ հին մարդը խաչի վրա է։ Բայց ես տենում եմ որ իմ մեջն է այդ հին մարդը։ Հիմա որտեղ է, երկու տեղ չի կարող լինել։ Կամ խաչի վրա է, կամ իմ մեջն է։ Այստեղ գրած է խաչի վրա է, Հռոմեացիս 6-րդ գլխի 6-րդ խոսքը։ Ես տենում եմ իմ մեջն է։ Միևնույն է քո գրածն է ճիշտ։ Ես էսի հասկանում եմ։ Տարբեր տեղեր են խոսացել եմ, քարոզել եմ, բայց ես էսի չունեմ։ Էսի դուր ինձ։ Այդ գրածը դուր ինձ։ Ես հասկանում եմ, քարոզում եմ, բայց չունեմ, դուր ինձ։ Եվ Աստված մեզ աճեցնելով ամեն անգամ հասցնում է այդ կյանքի վիճակին և որտեղ որ հասցնում է հարգությունը տալիս է սիրելիներ։ Փառք Հիսուսի։ Ուրեմն առողջ հավատքը, դա ավետարանի հավատքը։ Որովհետև ուրիշ ինչ հավատ կարող է լինել։ Հավատ Աստծո խոսքի վրա, սա առողջ հավատն է։ Ավետարանից ծնված հավատքը, որ Աստծո խոսքը քո հավատքն է։ Սա է առողջ հավատքը։ Համար ասեմ, ովքեր գրում Ֆիլիպեցիս առաջի գլուխ 27-28 համարները կարդամ։ Առաջի գլուխ 27-28։ Միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես կվայելեք, այնպես վարվեցեք, որպեսզի եթե գամ ու ձեզ տեսնեմ եւ կամ հեռու ըլլամ, ձեր վրայով լսեմ, որ դուք հաստատուն կգնաք մեկ հոգիով ու մեկ շնչով պատերազմակից կլակ ավետարանին հավատքի համար։ Եվ բանով մնալ մի զարուհի հակառակորդներ են, որ անոնց կորուստին ապացույց մնեն ու ձեզի փրկության։ Պայքարել ավետարանի հավատքի համար։ Այսինքն քո հավատքը Աստծո խոստումներն են։ Որտեղ ամեն օր քեզի հետ է մինչև աշխարհի վերջը, էս աղբա։ Մենք հավատք չպետք է շինենք։ Մարդը կարող է հավատք շինել, սարքել, իր տրամաբանությամբ, իր խելքով, իր գիտությունով, բայց այս հավատները փուչ են եւ մեռած են, գործը ամոթ չեն։ Մեր հավատքը պետք է ընդունեն, դա Տիրոջ խոսքն է։
հավատ Աստծո խոստումների վրա, հավատ Աստծո սիրո վրա եւ հավատ Աստծո բարության վրա։ Սա ավետարանի հավատն է, սա է առողջ հավատը։ Բա ուրիշ ինչ հավատ կարող է լինել։ Այսօր շատերի հավատքը երևույթների վրա է, զգացմունքների վրա։ Երբ բաժանավեսքան աղոթեցի Տիրոջ ներկայությունը չեն զգում, կարող է Տերենձի չի սիրում, կամ Տերենձի թողել է։ Զգացմունքների վրա եղած հավատ։ Թողեք թող քանդվի դրա, մերժեք թող քանդվի դրա։ Սատանան այս առիթը Այս մի ամեն մենք չենք ճանաչում ճշմարտությունը, օգտագործում է և լրիվ հուսախապ է անում։ Եվ մանավանդ ճամբարում շատերը, որ 10 օր ժամանակ կա, կամ 8 օր, 10 օր աղոթել են երկրաճան, բոլոր այցելվել են բացի ինձանից։ Եսի սխալ հավատք է, առողջ հավատք է, Աստծո խոստումների վրա եղած հավատք է։ Ես հիշում եմ, որ ճամբարում ասեցի, հիշեցի, ուրեմն հայտնության խոսք էր տվել Տերերի միջոցով, ու այդպես աղոթքից աղոթքում Տիրոջ ներկայությունը լցվել, ես տենեմ բոլորին նայում եմ զորության մեջ է, այցելված է տոծությունը իջել է բոլորի վրա, բացի ինձանից բոլոր այցելվել են, բայց միջոցով է այդ խոսքը, ես նայում եմ, ես ոչ մի բան չեմ Աստված ջան, ասում կարող էի մարդիկ կան, ումը նայում են դեպքերը փայլում է, փառաբանության մեջ են, օծության մեջ են, զորության մեջ են, ես ոչ մի բան չեմ ասում, բայց այդ խոսքի միջոցով է, ինչի են ես շեշտում իմ միջոցով, որտեղ ստեն միտքա դրա համար եմ ասում սիրելիներ։ Եվ այդ պահին հակառակորդը մտքեր տալիս է, չէ, տալիս է, թե չի տալիս։ Են հին ու նորիշ կա բերմակ առաջ, իշաստում է, ես այդ պահին ինձ կցեցի Աստծո խոստումների մեջ, միտքս բերեցի խոստումները, ապավինեցի խոստումներին, որ դու իմ հետ ես, ոչ թե զգացմունքի հիման վրա, այլ քո խոստման հիման վրա, ամեն օր մինչև աշխարհի վերջը, դու իմ բարի հովիվն ես, բարի հովիվը ասել է, որ քեզ որբ չեմ թողի, մի ակնթարթել չեմ թողի, ապավինեցի, զորացա հավատքով, զգացմունք չկա, ու սկսեցի փառաբանել Տիրոջ։ Եվ այդ փառաբանությունը տարան նրան, որ Տիրոջ ներկայությունը եկավ իմ վրա։ Ալելույա։ Ապավինեք խոստումներին ժողովուրդ ջան, ով ինչ վիճակի մեջ է։ Հորդորում եմ Հիսուսի անունով, սա է առողջ հավատքը, եւ այս հավատքի համար պայքարեք։ Սա ավետարանի հավատն է, սա առողջ հավատք է։ Քույրերից մեկը ինձ հեռախոսով զանգել է, ինքը ստրեսային վիճակի մեջ էր, լրիվ ստրես էր։ Եղբայր, ես Հիսուսին եմ ուզում, եթե Հիսուսը չկա, ես կխելագարվեմ, ես կմեռնեմ, ես այդ ստրեսային դեպրեսիայի մեջ, այն աստիճանի, որ հեռախոսով էդի փոխանցվող իմ վրա է դառնացությունը։ Լարված, Քույր ջան ասում եմ, եթե եղբայրներ կան, ասա թող կան, զրուցեն, չէ, ես եղբայրներին չեմ ուզում, Հիսուսը պետք է գա, Հիսուսն եկավ, ես կբժշկվեմ, չէ, ուրեմն ես մեռնում եմ։ Ու լարված էսի ասում։ Հետո պարզվեց, որ եղբայրներն եկել են, զրուցել են, աղոթել են, հորդորել են, չէ, ասում եմ, Հիսուսը պետք է գա։ Եվ հետաքրքիր ես եղբայր քույր ջան ասել, Հիսուսը կողքը կանգնած է, իրան չես դեմ։ Ուր է ասում, ուր է։ Հեռախոսում զգում եմ, որ ես նայում կողքեր, ասում եմ, ուր է։ Ասում եմ, քո առջև է կանգնած։ Բայց դու իրան չես տեսնում, չկա, եղբայր ջան, չկա։ Լարված ես։ Ասում եմ, գիտես ինչի չես տեսնում, որտեղ դու իրան չես ճանաչում։ Ինքը ճշմարտությունն է։ Եթե դու ճշմարտությունը չես ճանաչում, նշանակում է Հիսուսին չես ճանաչում։ Դու իրան չես ճանաչում, դրա համար ես դու ստրեսանում, բայց իր խոսքի համեմատ ինքը քո առջև կանգնած է, քո մեջն է, քո կողքին է, քո հետ է եւ քո մեջն է, բայց որ դու իրան չես ճանաչում։ Եթե դու մեկին չես ճանաչում, աչքիդ առաջ է կանգնի, դու իրան կփնտրես, դու չես ճանաչում իրան։ Երբ որ դու ճանաչում ես ճշմարտությունը, այդ հավատքը ամենազորավոր հավատքն է։ Մեր զորությունը, հավատացյալի զորությունը ճշմարտությունն է։
Ամբողջ դժողքը չի կարող նրան հաղթել։ Ամբողջ աշխարհը քեզ չի կարող հաղթել։ Այդ հավատքին ոչ ոք չի կարող հաղթել։ Կարող է ֆիզիկապես, ինչպես ասում է Տերը, մարմինը սպանել, բայց քեզի չի կարող հաղթել։ Դա հաղթություն չի, դա իրաց պարտությունն է։ Հավատացյալի զորությունը ճշմարտությունն է։ Սատանան է ծնկյալ գալիտ է, կամ փախնում է, թե չեք պայթի սիրելիներ։ Ինչ է գրված, որ սատանան բռնչող այրոցի պես կպտտի։ Ինչ է դարել բռնչող այրոց։ Որովհետև հոգիներ կան, այսին կատաղած վիճակ է, չէ, բռնչող այրոց կատաղել է։ Ուրեմն հոգիներ կան, որ կարող այդքան գիտություն չունեն, ես ինչ հոգևոր պարգևներ չունեմ, կամ պաշտոններ, բայց պարզ հավատք ունեն Աստծո խոսքի վրա։ Սատանան ինչ միտքերում է իրաք ասում, ես համաձայն չեմ, սուտ եմ դրանք։ Դու պատկերացնում ես, հենց ինչ ասում են, թեկուզ փաստերով, ասում են, որ սուտ է։ Ես հավատում եմ Աստծո խոսքին։ Եվ կկատարի սատանան, բռնչում արդեն, սիրելին։ Երբ որ Սեդրակ Միսակ Աբեդնագովին հագարորն ասում էր ձեզ մոխիր կսարքել կրակի մեջ, ոնց թե դուք ծնկի չեք գալի։ Ասում են, որ մեր Աստվածը կարապրկի, որ չփրկի է, լավ իմացի, որ մենք իր վրա չենք կասկածում։ Հիմի կատաղել է, սատանայի խորհուրդն է, կատաղել է, Նաբուգոդոնոսորը կատաղել է սիրներ, մռնչող այրուց դարել է, դա իր պարտության նշանն է։ Դա նշան է, որ ինքը իշխանություն չունի քո վրա։ Դա նշան է, որ ինքը հաղթություն չունի, իրավունք չունի։ Ոչ թե դա նշան է, որ կատաղել է, հեսա քեզ քրդի կուր կտա, դա նշան է, որ ինքը պարտված է։ Ալելույա։ Եվ կփախչի գրված է, չի գրած ներկու մետր հրի կտարի։ Գրված է կփախչի, այսին ոչ փախնի կտրակի։ Ինչ ասում է, այդ քույրիկը, որ ասես հավատք իշխանը չի կարա բացատրի, սեր իշխանը չի կարա բացատրի, բայց ինքը հավատում ավետարանում։ Քանի ուքի կան ստեղ, դերմը սատանին քո վրա չի կանում, չեր կարա հարթվեք դիրոջը սիրելիներ, ավետարանի հավատքը դա Աստծո խոսքի համար։ Սա առողջ հավատք է ժողովուրդ։ Փառք Հիսուսին։ Սրա մասին ինչքան են խոսան, ասեն, որ սա շատ համով ընթրիք է։ Ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է, բարի է։ Նրա սերը, մեր ընթրիքը նրա սերն է։ Մեր ընթրիքը նրա արդարությունն է։ Նրա բարությունն է մեր ընթրիքը։ Սուրբ Գիրքը ասում է, որ առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ 13 համարում գրված է, որ պես ժամանակի պատճառով բոլորը չեն կարդա, բայց կտելադրեմ։ Գրված է, որ հիմա կմնա հավատք, հույս և սեր։ Հիշում եք և սրանց մեծագույնը հավատք, հույս և սեր։ Այսինքն սիրելիներ, մարդի մեջ այս օրենքները կան, մարդը ապրում է հավատքով, ապրում է հույսով, չէ, մարդը միայն հացով չի ապրում։ Եվ ապրում է սիրելով, սիրով, չէ, կան տեսնում մարդի մեջ։ Ուրեմն մարդի մեջ կա հավատքի օրենք, մարդը հավատում է, մարդը պաշտամունքի օրենք կա մարդի մեջ, մի բան պետք է պաշտի մարդը։ Եթե Աստծուն չի հանդիպել, Աստված չի հայտնում իր կյանքում, նա կուր կշինի, կսկսի երկրպակ հետ։ Եվ հիմա զարգացել է աշխարհը, էլ արցան չեն շինի։ Մարդկանց կուրքը իրանց փառքն է, իրանց շահն է, արծաթասիրությունն է։ Ամենաուժեղ կուրքը փառքն է, ահա որ ասել է։ Եսի սատանան ոնց փոխանցեց մարդու մեջ, դա իրանից է։
ինքն էլ դրանից է դա։ Եվ մարմնի թելադրած կյանքը Եվ այսօր այդ հրաշքն է Սուրբ Հոգին կատարել մեր կյանքում և շարունակում է կատարել։ Համաձայն եք, որ առաջ հոգևոր բժշկություն։ Ես ուզում եմ Սուրբ գրքից ցույց տալ, սիրելիներ, որ Տեր Հիսուսը փարիսեցիներին, ասենք հիմնական աշխատանքը ինչի վրա է գնում, և Աստված ինչ գործ է ուզում մեր մեջ գործել, հենց առաջի օրից որ կանչել է մեզ, և հիմա դա շարունակվում է։ Մատթեոս ավետարանի մեջ, սիրելիներ, մենք կարդում ենք, Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին ու դպիրներին հանդիմանում էր, և նրանց ինչ էր ասում։ Նրանց ասում էր, որ դուք այդ արդեն ինչ էր ասում։ Բայց ձեզի կերծավոր դպիրներ փարսիզներ, որ կնմանիք ծեփած գերեզմաներու, որոնք դուրս են գեղեցիկ երևնան և ներս են նեռներու ոսկորներով և ամեն կերպ պղծությունով լեցուն են։ Գերեզմանի, ծեփած գերեզմաներու։ Սիրելիներ, հոգևոր մարդիկ ապրում են հավատքով, ավետարանին, մարդ միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծո խոսքով։ Աստծո խոսքով ապրել նշանակում է Աստծո խոսքի վրա եղած հավատքով ապրել։ Հույսը Աստծո խոստումների վրա դրած այդ հույսով ապրել։ Սիրել Աստծո խոսքը, սիրել Հիսուսի սերը, այդ սիրով ապրել։ Սա Քրիստոսի լույսն է։ Տեր ասել, չէ, եկեք ինձի բոլոր հոգնած ու ձեռնալուծվածներ, ասել, թե չասել։ Եվ իմ լույսը ձեր վրա առեք, որ իմ լույսը քաղցր է և դերս թեթև, որն է Քրիստոսի լույսը։ Քրիստոսի լույսը գրեց է, հավատ, լույս և սեր։ Որ ասում եք հավատ, ասում եք սեր, ինչ է կզգում։ Ծանրություն է կզգում։ Որ ասում եք Աստված սեր, ծանրություն է կզգում։ Որ ասում եք Տիրոջ խոստումներին ասում եմ այո և ամեն։ Ծանրություն է գալի, թե քաղցրություն է։ Եվ սա Տիրոջ պատվիրաններն է։ Նոր կտակարանի պատվիրանները հավատքն է, հույսն է և սերն է։ Տասնաբանյանը հին կտակարանին է, նոր կտակարանին է։ Ես Սուրբ գրքից այդ համարները ասեմ, դուք գրեք։ Հավատքը գրեցիք, նա հույսին ասեմ, Եբրայեցիս 7-րդ գլուխ, Եբրայեցիս 7-րդ գլուխ 19 խոսք։ Ասեք ինչ ասում։ Վասնզի օրենքը բանը կատարյալ չելա, սա տասնաբանյայի մասին։ Վասնզի օրենքը բանը կատարյալ չելա, և անոնց է կմտնեն լավագույն հույսը, որով Աստծո կմտնեն։ Տեսակ, ահա լույսը։ Ծանր լույս է հույսը։ Ամբողջ աշխարհը հուսախաբ վիճակի մեջ է, մանավանդ հայոց աշխարհը։ Ում վրա հույս տնեցի, հուսախաբ էր։ Ինչի վրա հույս տնեցի, մի կողմից ստեղ Աստծո գործ կա սիրելիներ։ Աստված բոլոր հույսերը քանդում է հնարավորին, որ մարդիկ իրանց հույսը դնեն Տիրոջ խոստումներին։ Այսինքն Աստված հայոց աշխարհում բժշկություն է։ Հառավորվի Տիրոջ անունով։ Ուզում ասի, բոլոր մարդիկ սուտ են, ժողովուրդ, հույսները դու վրա եք դրել, խոստումներով ապրել։ Ալելույա։ Տեր ինչքան քեզ կյանք է որոշել, այդքան դու հատվես։ Ուզում է երկրի վրա դրախտային կյանքեր լինի, այդքան ես ապրել։ Ուզում է սով լինի, պատերազմ լինի, չգիտեմ ինչ է լինի, ինչքան որոշել, այդքան պետք է ապրես։
Հարտվեք Տիրոջ։ Մենք կախում չունենք որևէ մեկից, մեր կախվածությունը Տիրոջից է։ Հարկ Հիսուսի Քրիստոսի։ Եվ սերը, սիրելի մեր, և սերը, Հովաննու ավետարան 15-րդ գլուխ 12 խոսքը։ Հովաննու ավետարան 15-12։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սա ես լուծման։ Սիրելիներ։ Սա դուց են, պատվիրանը դուց են։ Տասնաբանյան չի, սա նոր կտակարանի պատվիրաններն են։ Եվ հավատքի համար էլ այդպես գրված։ Սիրելիներ։ Աստծո ասում է, որ պատվիրան եմ տալի, որ հավատակ նրան, այսինքն Աստծո որդուն, որն է Աստծո գործը, որ նրա բնկացին հավատում։ Սրանք Տիրոջ պատվիրաններն են, ճանաչեք Տիրոջ գործը։ Եթե այսօր հոգևոր կյանքը քեզ համար ծանր դեր է, դու տաքնում ես դրա տակ։ Ես տարիներով տքնել եմ այդ դերերի տակ։ Ես քեզ նախորդ ասեմ, դա Քրիստոսի լուծը չի։ Չգիտեմ, ով է սարքել լուծ է դերը դրեք հուսերին, կամ էլ դու ես սարքել, բայց որ դառն է, ծանր է Քրիստոսի մեջ։ Քրիստոսի մենք խաղցր է և թեք։ Ուրեմն դու ճշմարտությունը չես ճանաչում, աղոթի ճշմարտությունը քեզ կբժշկի։ Եվ եղել եմ, հիշում եմ, հին եղբայրները կհիշեն, բավի եղբայրը կհիշի 70-ական թվերի բան եմ ասում, երիտասարդությունը, որ այդքան էլ բացված չէր այս հայտնությունները կյանքի և եղբայրներից մեկ ասել էր, անգամ աշխարհում ես այսքան ծանր դեռ չի եղել ուսերին, ես ինչ ծանր է հոգևոր կյանքը ու աշխարհում։ Եվ ինչքան են ես այս աշխարհում։ Եվ ինչքանները չեն ուզում ապաշխարեն, ասում են ծանր դեռը, ես չեմ կարող այդ դեռը կամ։ Սա ճշմարտությունից ճանաչելու դեպքում։ Բայց մյուս եղբայրը իր կողքին, որ երկուսն էլ բարձրագույն սովորող են եղել, համալսարանի ուսանողներ են եղել, ասել է թեև մեռնեմ, Հիսուսի ոտերի մոտից տեղ չունեմ գնալ, ու Տերը հայտնել է եղել։ Եվ որ ես ապաշխարեցի ինքը մեր խմբի պատասխանատուն էր, 73-4 թվերին։ Հարկ Հիսուսին։ Ադամից մենք սիրելիներ, տեսեք սատանան, մենք Ադամից ժառանգել ենք այդ դերը, բայց հակառակը։ Ինչ կատարվեց Եդեմի բախվեզումը, սատանան ճիշտ այդ հիմքերի վրա է աշխատում։ Ծննդոց գրքից 3-րդ գլուխ 1-ից 6 խոսքը։ Իր ծննդոց 3-րդ գլուխ 1-ից 6 խոսքը։ Բոլորը չեմ կարդում, ես այնտեղն եմ ասում, որ հակառակորդ թուլոցի միջոցով Եվային որ մոտեցավ ինչ ասեց։ Ասեց, Աստված ինչ է ասել։ Եթե ես պտուրից ուտես կլերնես։ Բնավ չեք լերնես։ Դուք էլ Աստվածների պես կլերնես։ Եվ մարդը հավատաց այդ սրտի, հավատ։ Այսինքն մարդի մեջ ծնվեց հավատ, Աստծուց հեռու կյանքի նկատմամբ, մեղքի կյանքի նկատմամբ։ Մարդը այս աշխարհի կյանքին հավատում, այդ հավատքը փոխանցվել է Ադամից։ Եվ ես մի օրինակ կարդամ Սուրբ գրքից, որ տեսեք մարդի մեջ կա հավատ, հույս և սեր, բայց հակառակ ուղղությամբ։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ։ Սա այն հարուստ մարդն է, որ մոտենում է Հիսուսին, 17 համարից մինչև 24 խոսքը։ Ու երբ անիկա դուրս ելավ, ճամփում մեջ, ահա մարդ նվազեց անոր առջևություն դներով կհարցներ անոր կսեր, բարի վարդապետ, ինչ ընեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։
եւ Հիսուս սավանում։ Ինչու ձեզ բարեկամներն ես, մեկեն զարթարի չկա որի աստված։ Պատվիրանքները գիտես, շնություն միներ, սպանություն միներ, գողություն միներ, սուտ վկայություն միներ, զրկանք միներ, ու հայրդ ու մայրդ բաղիք։ Անիկա պատասխան տվավ ու սավարը, վարդապետ, ատոնք ամենը մանկությունից սիրել պահել է։ Եվ Հիսուս անոր նայելով սիրեց անիկա, սիրեց Հիսուսը սիրեց։ Այսինքն ես հասկանում եմ, որ ինքը սուտ չէր խոսում, մանկությունից պահել էր։ Բայց արտաքինն էր սա, դեր մեկ ինչ արդարություններ փարիսեցին։ Փարիսեցիները շատ ուժեղ արդարություն են ունեցել։ Բայց ինչ է կատարվում իր հոգու աշխարհում։ Հոգու աշխարհում սա է կատարվում։ 24 համարը։ Եվ աշակերտները զարմացել էին անոր խոսքերին վրա, բայց Հիսուս նորեն պատասխան տալով անոնց սա, որդյակներ, որ շատ դժվար է իրենց հարստության լուսացողներուն Աստծո թագավորությունը մտնել։ Իմի մեղքը որն է սիրելիներ։ Ինչքան դժվար է ասում է հարստության լուսացողներն Աստծո թագավորությունը մտնել։ Եթե դուք նկատում եք, հարստությունը չի մեղքը։ Մեղքը հարստության վրա հույսը դնելն է, հույսն է մեղքը։ Այստեղ ասում եմ, որ հույսը դրել է հարստության վրա, ինչքան դժվար է հարստության լուսացողներուն երկրի թագավորությունը մտնել։ Արտաքինից արդար է, բայց ներսում ինչ է կատարում, դու ինչ հույսով ես ապրում, ինչ սպասելիքներ ունես, ինչ ես ուզում Աստծուց։ Թող բժշկություն ունի սիրելիներ։ Իհարկե սրա մասին մենք հետո խոսենք սիրելիներ, բայց ես ուզում եմ մի կարճ ամփոփել զգացմունքային հավատ, երևույթի հավատ, երևույթին անանում մարդը, երևույթը անբուժելի հիվանդություն է, երևույթը ուժերից վեր պրոբլեմ է, ֆինանսական, ընտանեկան ինչ-որ հարցերի մեջ, երևույթը ասում է, որ ես պրոբլեմները ուժերից վեր են դու չես կարող լուծել, բայց ինչ է ասում խոստմունքը։ Թող բժշկություն լինի սիրելիներ, մեր հավատքը հաստատվի Աստծո խոսքին։ Եվ սովորենք Աստծո խոսքով ապրել բոլոր վիճակների մեջ։ Տեր ուզում է, որ մեր հույսն ու հավատքը, տեսնում եք, այս մարդը մանկությունից օրենքի պահանջները կատարել է։ Ըստ եկան լոգիկա, որ մանկությունից պահել է։ Բայց այս մարդի հույսը Աստծո խոստումները չի։ Այս մարդի հավատքը, իր արդարությունը, այս մարդը հույսը դրել է ունեցվածքի վրա, հավատում է ոսկուն, արծաթին, իր հույսն է։ Հիմի ինչ է պետք է փոխվի, ինչքան աղքատներ կան, որ օրվա հացի փողնել չունեն, բայց ելի իրանք հավատում են, որ հարստանան երջանիկ կրնեն, ելի իրանք հույսը հավատքը հարստություն։ Իսկ երբ որ հարուստի հույսը փոխվում է Զաքեոսի պես եւ դրվում է Աստծո խոսքի վրա, եւ Զաքեոս ինչ ասեց։ Ասեց ումը զրկել եմ չորեք պատիկ ու վճարել, հարստությանս կեսնել վաճառում աղքատներին կտամ։ Հիսուսը չասեց, մինչև դեռ չբաժանես չես պետք։ Այսօր այս տանը փրկություն է։ Հիմա այս մարդի հույսը որ բժշկվի, այս հարուստի կամ մեր ժամանակներում, հույսը դրվի Տիրոջ խոստումների վրա, այդ հարստությունը կբերի Աստծո գործի մեջ կդրնել, ինչ կարծես չհասկանամ, չէ՞։ Տենց չի։ Եղբայրները, որ ապաշխարել են, անկեղծ, եւ իրանց հավատքը եղել է հույսը Աստծո խոսքը, ինչ որ ունեն դրել են ավետարանը, իրանց մեքենաները, իրանց երիտասարդական ուժը, իրանց տները, իրանց ունեցվածքը, դրել են ավետարանի համար։ Ուրեմն ինչ է պետք է փոխվի, հավատքը պետք է բժշկի, առողջ հավատք, առողջ հույս եւ ավետարանի սերը, Աստծո սերը։ Սիրելիներ, հակառակորդը աշխատում է զգացմունքների եւ երևույթի վրա։ Սատանայի նպատակն է քո հավատքը կոտրի Աստծո խոստումներից, որ կոտրեց
դու կպարտվես։ Դու արդեն կուլ ես գնաց։ Ինչու սատանան Եդեմի պարտեզում, դրախտի պարտեզում, կարողացավ կուլ տալ Ադամին ու Եվային, կուլ տվեց, թե կուլ չտվեց։ Կուլ տվեց, աստուր կուլ տվեց։ Նրանց հավատք ունեին, համար է դու կտուրի չենք է, ոչ է ծանգություն կա, բայց որ այդ հավատքը չէ, հաստատվել, աստու խոսքով պետք է ապրենք, դրախտում էլ պետք է աստու խոսքով ապրենք։ Կյանքը դրախտ է չի, ժողովուրդ ջան, կյանքը աստու խոսքով ապրենք, ճանաչել ճշմարտություն։ Մարդ կարող է դրախտում լինի, առանց Քրիստոսի մարդը դրախտում կլինի տխուր ինչպես Ադամը։ Դրախտում էր պետք է երկնքից իջած հացը ուտենք, որ է Քրիստոսը։ Ճշմարտությունը պետք է լինի մեր կերակուրը։ Քրիստոսին երկրպագությունը, որ գիշերից երեկ ասում երկրպագում են մորթված գարնագին, այդ իրանց կերակուրն է, այդ պաշտամունքը պետք է լինի մեր կերակուրը։ Մեկին հարցրի ասել ուզում ես երկինք եկած, ասեց այո։ Տենց իսապաշխարել, թե չէր ապաշխարել։ Ասի, բայց գիտես երկնքում ինչ կյանք կա, ինչ ասեմ տենան համաձայն ես էտ ասել։ Ասի, երկնքի կյանքը սա է, գիշերից երեկ երկրպագեն մորթված գարնուկին։ Ընդմիջում բան չկա, գիշերից երեկ, ես են կյանքը։ Մեկ է տենան ընդրիսենց մտածում բայց կյանքն է ես։ Որտեղ դու չես ճանաչում կյանքը։ Դու պատկերացնում ես երկինքի դրախտային ծառերը, ծառերի պտուղները, սարմորակ ջրերը, կոմունիստները գիտեք ինչ են ասում։ Ասում են լավ հավիտյան երկնքում միշտ է անենք։ Ծառերը տեսար, պտուղները կերար, ջրերից խմեցի, այդ ջրերի մեջ գնացակ, հավիտյան, միլիոն տարի չի, հավիտյան, կձանձրանաք դուք։ Դեմիք, բան ենք անում, բայց ոնց ճիշտ է ասում, որտեղ կյանքը իրանք չեն ճանաչում, կյանքը երկրպագությունն է մորթված կանում։ Հիմա եթե դու էլի երկրպագության մեջ ես, դու ուտում ես Քրիստոս, դու երկրքից իջած հացն ես, որ 70 աշակերտները սա չհասկացան, ասինեցի ոնց իրա մարմինը պետք է ամեն ուտենք, ասեց ես երկրքից իջած հացն, որ ուտի ամենական կյանք ունենա, ալելույա, և այդ հացը ուտում են երկրպագությունը, սա երկրքի կյանքն է, քան եք են ուզում է դա երկրքի։ Բայց սա երջանկությունն է սիրելներ, մենք պատկերացնում ենք սա, ճանաչենք ճշմարտությունը, այստեղ կատարվում է Հիսուսի աղոթքը, սրբես ամենքո ճշմարտությունը, ես բերում եմ ոստոքի մաչում է գալի, ոգևորելու համար չեմ ասում, ինչ որ մեջ հայտնություն է գալի, ես դա եմ ասում, հարկ Հիսուս, ուրեմն ժողովուրդ ջան, հակառակորդը աշխատում է զգացմունքային հավատքի և երևույթային հավատքի վրա, որ քո հավատքը ուղղվի զգացմունքին երևույթին, կոտրի քո մեջ ավետարանի հավատքը, ես կոտրվես, դու կոտրվես, ինչպես դրախտի պարտեզի մեջ Ադամին ու Եվային, կուլ տվես, թե կուլ չտվես իրեն, և ոնց կուլ տվեց, ոնց կուլ տվեց, ասեց Աստված չասել, ասել է, որ ես պտուղից ուտեք ունենեք, որ ուտեք բնար չեք նեղ, ասին դուրս եկա, որ Աստված ես խապել է, չէ սուտ է ասել, Աստված ասում ուտեք ունենեք, այն ասպետ չեք ունենեք, ուրեմ սուտ է ասել, եթե սուտ է ասել, ուրեմ ձեզի չի սիրում, եթե մեկը ձեզ սիրիկ խապի, ուրեմ չի սիրում ձեզ, ուրեմ բարի չի կամենում, ու մարդը ես սրտին ազատած։ Երժեք դա Ադամից ճարանգած հավատք է, թող ճախճախվի Հիսուսյան, արմատի չորանայի վանդում դգրան։ Մենք չենք կարա դրան հաղթենք, բայց կարանք հրաժարվենք։ Մենք իրավունք ունենք ընտրությունը։ Մեր ընտրությունը տալիս ենք խոստումների հավատքին։ Ալելույա։ Ես հիշում եմ, որ ես մեկ ուղղակի մեր օրինակ եմ ասում, երբ կշարունակի։ Ուրեմն ես Վրաստանում էի, Տիգրիսում,
վերջը այդպես հավաքվել են ժողովուրդը շփվում են եւ մի երիտասարդ քույր բարձրացավ որ Սուրբ Հոգով մկրտված չի, ունես միջև տխուր էր, ես ասի քույր ջան, մտածելու բան չկա, ասի քաղաքի կմկրտես, այդպես գրված է Սուրբ Հոգով։ Այդ քույրիկը քմծիծակ տվեց։ Ես մի քիչ այդպես վշտացա, ասի քույր ջան, բայց ինչ բան ասեցի։ Էլի ինքը ծիծաղեց, ասեց երևի դու չես հիշում Եղբայր ջան։ Ինչքան ես ինձ ասեք մկրտես, այդպես էլ չեմ մկրտես։ Դու նույն եղբայրը չես։ Ինչքան ես իմ վրա աղոտ կարել, ես եմ։ Ես հիշեցի այդ սաղ եկալի մարդը։ Ինչքան ես աղոտ։ Բազմես որ 10 տարի աղոտում եք, այդ դույք չի դեր։ Մեկը մկրտվելու կարիք ունի, մեկը բժշկվելու կարիք ունի, մեկը ինչ-որ խնդիրներ ունի ուժերից վեր։ Մարդը ամեն ինչի կարիք ունի։ Մեկն էլ Հիսուսին ուզում, ուր չի ուզում։ Մեծ աղբոր պես անարակ, քանի օքի կա որ Հիսուսին են ուզում։ Ապրոբլեմների լուծում օգտի ուզում։ Էդի ուրն է։ Մարդկան ուրն է ուզում։ Տեր ասմա, այսօր էլ եկել են, այս հիվանդից բժշկի, չէ չեմ։ Այսի ուր ուզելու հավատքի։ Ճանաչել ճշմարտությունը, որ ճշմարտությունը բժշկի է։ Ես այսպես ոնց պատին եմ առա, ասել Եղբայր ջան, ես չեմ հավատում, կմկրտվեմ, ես ասում եմ, որ ավետարանի հավատքը բարձրանա մեր աշխարհ։ Այս կյանքի օրինակները շատ կարևոր են սիրելիներ։ Մենք սա կյանքով ենք ճաշակել։ Եվ ասեցի կմկրտվես ինչ։ Դե՞ց Աստծո խոսքը ասում։ Ասեց դու ավետարանին չես խոսում Եղբայր ջան։ Սուրբ Գրքում գրած է դի հավատաս որ մկրտվես։ Դու ավետարանին չասեցիր։ Իհարկե փառք Տիրոջ որ քույրիկները ճանաչեն ավետարան, դա լավ բան է։ Բայց որ վարդապետ դառնան Աստված է ուղղել։ Ես քույրիկ վարդապետ տեսել եք։ Չեք տեսել։ Աստված է ուղղել։ Չէ՞։ Եթե կան թող ապաշխարեն։ Զղջան եմ ակում ճանաչ։ Խոսքը որ գալիս եմ, սիրով եմ ասում սիրելի։ Եվ եթե մեկ իր սրտում այո է ասում, Սուրբ Հոգին բժշկում է, քո հավատքի պես լինում է քեզ, Արք Հիսուս։ Եվ ես քույրիկին, հիմա ես հարցը բոլորս եմ, ասի քույրիկ ջան, 10 տարի որ աղոթել ես, դու հավատ ունեցել ես։ Ասեց ոչ եմ ունեցել։ Հիմի ինչքան մենք աղոթներ ենք արել, դեռ պատասխանը չենք ստացել, չէ՞։ Բայց հավատ ունեցել եմ, չէ՞ որ աղոթում եմ։ Հիմա ասի դու հավատ ես ունեցել, բայց հավատը ինչ է հավատ։ Եղբայր ջան ասեց այդ հավատքը հետքներ չի մնացել։ Հետքը չի երևի։ Լրիվ ծնվել է, հոտս է ծնվել։ Քանի հոգի կան, որ այդ հավատքը տարիներ օգտագործել են եւ հիմա հետքներ չի մնացել։ Կան դες հոգիներ սիրելիներ, նայեք ես չեմ ասում պատասխանեք։ Ես Տիրոջ անունից ասում եմ այդ հոգիներին եւ այդ քույրիկին ասեցի եւ այդ հոգիներին եմ ասում։ Փառք Տիրոջը, որ այդ հավատքը կորել է։ Կարող ոմանք ասեն ես ինչ ասում ես, հավատքը կորել է լավ բան է։ Եթե մի գործիք չի աշխատում, փչացած գործիք է։ Տարիներ օգտագործում ես չի աշխատում։ Գող է եկի, գողարած տարի։ Գործրել ես, Փառք Հիսուսին, հույս ուներ, որ գործիք ունես, հավատ ունես, այդ հավատն մեռած է, 10 տարի գործ չի արել, հեմի կորել է, բայց ծառազատա, Փառք Տիրոջը։ Ու ես այդ քույրիկին իսկ Աստծո խոստմունքը փոխվել է, ասեց ոչ, հավատքը Աստծո խոստմունքն է, չի փոխվում։ Հալելույա։ Ասի հիմա մենք
իմ խելքն չի ասում, քեզ թվում է ես հասկանում, ես չեմ հասկանում։ Երեխայի պես չենք հասկանում, ոչ ես եմ հասկանում, ոչ էլ։ Ապավինում են Տիրոջ խոստումներին, որ իմ հոգին ամեն մարմնի վրա կգտնվեն, փոփոխ չի փոխվել խոսքը։ 20 տարի ես աղոթել, 50 տարի, ոչինչ չէ, բայց խոստումը չի փոխվել։ Հավատքը խոսքն է, մեր պատկերացումները չէ։ Դրանք ինչքան շուտ ազատվես, այնքան դու փրկվում ես։ Եվ երեխայի պես փակ տան Տիրոջը, եւ Տեր իր խոսքը հաստատում է աշխարհի նշանները։ Ես ասում եմ սիրելիներ, որ այդ զգացմունքային, այդ երևույթային հավատները արմատից չորանա Հիսուսի անունով։ Եվ մեր աչքին բարձրանա Աստծո խոսքի հեղինակությունը։ Հիսուսի անունով։ Հասկացար ասիկուրը ասեց, լյասյարի փառք տան։ Սուրբ Հոգի չեն խնդրել, փառք են տան։ Եթե հավատում են, շնորհակալություն ասել, փառաբան։ Ինշան հավատ։ 80 եկան, սկսին փառաբան են։ Մի աղոթում են, ես քույրիկը, ես 10 անգամ ասեմ, դու 20 անգամ ասեմ, այսպես իմ ձեռքին տպտպացնում եմ, եղբայր ասում է աղոթքը փակի մեկ այսի չլող բանը։ Ես այնտենց կպած աղոթում եմ, ես քույրիկս եմ, աղոթքը փակի եղբայր այսի չլող բանը, մի աղոթ, էի աղոթ։ Արդեն ես կոտրվում եմ, ասում եմ, բայց ինչ անեմ, ես քույրիկը չի ուզում, զորով չի, մի աղոթել, թե չաղոթել, ես էլ դե երեխու պես ապավինել եմ Տիրոջ խոսքին, էլ ուրիշ հույս չկա, Աստծո խոսքն է վրացել հույսը, ոչ իմ աղոթներից հույս կա, ես 10 տարի աղոթել եմ, ոչ ըզնից հույս կա, ոչ մեկից էլ հույս չկա, հույսը մնացել է խոստմունքը, Տերը բոլորը քանդում է, որ խոսքը հեղինակություն դառնա, սա Աստծո խոսքը, մեզ քույրիկը հատ ձեռքից եղբայր փակի աղոթի եղբայր Ինձ տեսիք բացվեց, տեսնում եմ, որ այս աչ կողմից Սուրբ Հոգին այսպես կանգնած է, ու ինձ ասում է աղոթքը չփակես, հրաշքը կատարվելու է։ Հենց նայում եմ Սուրբ Հոգու զորանում եմ, նույնիսկ կպած աղոթում եմ։ Այս քույրիկը հա փակի։ Հենց կոտրում եմ, նույնիսկ նայում եմ Տիրոջը։ Եվ այս պատերազմը այնքան սրվեց, այն վերջի հայացքս, որ ասեցի Սուրբ Հոգուն, մի հատ միմիկայի խախտում չկար, այդ ինչ հաստատություն էր, այդ հաստատությունը, որ չհակավեց, ասիկուրո, հավատաս, չհավատաս, մեկա մկրտվել ես, խախտում ես, պես քույրիկը որ չլծվավ Սուրբ Հոգում, և սկսեց բաց լեզուներով փառաբանել Տիրոջը, մի խոչի փառաբանում, լծվել աուտությունով այդ սենակը, Այդ տան երեխեքներ եկել ծունգեն եկել, ես որ ճարպես ես Սուրբ Հոգի դու, ես ինձ օգնությունը լծվել ասիրելներ, Աստծո խոսքը փառավորվում է, ու ես քույրիկը պարզ լեզուներով Սուրբ Հոգու կրակել լեզուները բխում են, և ես ես աղոթքից վերակացելիքներ մի կիսեց, շատ սևոտ էր քույրիկը, սպիտակ էր ջերմանացել, Ինքը երիտասարդ էր, բայց փայլում էր, որ ասես ինչ ես ջերմակացել։ Զուժելի ես մկրտվել ասում եմ։ Ոչ թե չի հավատում, որ մկրտվել է, զարմացել է, որ մկրտվել է։ 10 տարես վերջ աղոթել ասում։ Ուրեմն Սուրբ Հոգին բոլոր հենարանները ջախջախեց, ինձանից սկսած, բոլորից վերջացրած և բարձրացրեց իր խոսքի հեղինակությունը։ Հիմա դա դահլիճում կատարվում է։ Սրբես անում քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է, սրբում է Սուրբ Հոգին, Աստծո խոսքով է մաքրում, սիրելիներ, օդից չի գալու մաքրությունը, խոսքն է մաքրում։ Եվ այս խոսքը ամեն օր պահեք ձեր սրտի մեջ, ամեն օր կմաքրի ձեզ, որտեղ ամեն օրվա պատերազմ է։ Խոսքը ճշմարտությունը խոսքն է։ Եվ ես Տիրոջ անունը փառավորվի։ Ես ինչի եմ սրանք նկարում, որ Աստծո խոսքի հեղինակությունը, հավատքը Աստծո խոստումներն են, դա հավիտենական հաստատություն են երկնքում և երկրի վրա, կապ չունի դու երբեք մի կապի
տիրոջ օրհնությունները քո արժանինքների հետ։ Դրա մասին խոսենք մենք, այդ բոլոր Աստծո խոստումների վրա ապավինի, ինչ վիճակ է լինի, Հիսուս ջան, որ չանեսել մեկ ակո խոստումները այո եւ ամեն։ Այսպես դու կտարորես սատանայի գլուխը։ Աստծո մարդիկ, թե մարգարեները, թե առաքյալների ժամանակ այդպես են սատանայի գլուխը տարորել։ Նրանք ասել են Աստվածը, դեր դու կարող ես բժշկել, որ չի բժշկել սերին բանդին, մեկը փառքը քոնը, ու խելքը չի ասում, հարավորում են փառում, այսպես սատանան փառում, այս հավատն է կառուցություն, հարավորում տիրոջ ճանապարհ, և այսպես սիրելիներ մի խոսքով ամփոփում եմ, եթե աղոթքի պատասխանը չկա, բժշկությունն է, օրհնությունը չի կարող ունես, ուրեմն Աստծո խոսքի հեղինակությունը չի բարձրացել, այդ հրաշքը չի կարող, ուզում ես ծովով աղոթի, ուզում ես լացով աղոթի, ուզում է Պողոս առաքյալը դա աղոթի քո վրա, եթե խոսքի հեղինակություն, խոսքը հեղինակություն չի, Սուրբ Հոգին այդ հրաշքը չի կարող, եւ դա Աստծո սերն է, որտեղ Սուրբ Հոգին եկել է փառավորի Հիսուսին։ Այդ հրաշքը, եթե չի փառավորելու Հիսուսին, այդ հրաշքը չի կատարվելու։ Եթե այդ հրաշքը պիտի վերագրվի արժանինքներին, դու կպատասխանես ու կկորսվես։ Աստված էլ քեզ սիրում է, դրա համար պատասխան չի տալու։ Թեկուզ սատանան Աստված քեզ չի սիրում, որ պատասխան չի տալու, բայց նա ստախոսության այն արտահայտն է ասում։ Աստված ինքան է սիրում, որ ինքը պատասխան չի տալի, որտեղ քեզ սիրում է։ Հենց Աստծո խոսքի հեղինակությունը բարձրացավ, երեխու պես ապավինի, ասա խելքս չի հասնում, բայց քո խոստումներին ասում այո եւ ամեն։ Եվ այսպես կյանքը մեզ այսպես է դաստիարակել։ Այսպիսի օրինակներ շատ կան, ինչեր ես որ ասեմ չի վերջանա։ Կյանքն է մեզ սովորացրել սրանց։ Այստեղից ընդդերի ժուրնալներից կարդալով չեմ ասում։ Կյանքն է մեզ դաստիարակել։ Եվ այսօր որ մենք ապրում են Տիրոջ ոտքերի մոտ, ավետարանի հավատքն է։ Այսօր որ սատանան չկարողացավ, այստեղ եղբայրներ կան, քույրեր կան, պատերազմը շարունակվում է, բայց ինչքան ճանապարհներ ուզեցել է կուր տա, ճշմարտությունն է պահել։ Դրա համար սատանան Հոբին չկարողացավ կուր տալ։ Եդեմի պարտեզում Ադամին ու Եվային կուր տվեց, բայց Հոբին ինչ տարավ մարդերի մեջ է։ Այդ հենց էլ չկարողացավ կուր տալ, որտեղ Հոբի հավատքը հույսը Տիրոջ սիրո, Տիրոջ խոստումների վրա։ Տիրոջ անունով աղոթք անենք, եւ բանենք շարունակենք։